Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Դուք դիտում եք առաջին լրատվականը, բարև ձեզ, ես Սիրանույշ Պապյանն եմ։ Երեկ գիշերը Իսրայելը հարձակվել է Իրանի վրա։ Հարձակման թիրախում են եղել ռազմավարական նշանակության օբյեկտներ։ Հարձակման հետևանքով սպանվել են Իրանի Իսլամական հեղափոխության բարձրաստիճան զինվորականներ եւ միջուկային ֆիզիկոս գիտնականներ։ Այսօր ամբողջ օրվա ընթացքում շարունակվում են ավիահարվածները Իրանի տարածքում, հիմնական թիրախները ռազմական օբյեկտներն են։ Իրանի հիմնական միջուկային օբյեկտները չեն վնասվել Իսրայելի հարվածներից, հայտնել է ՄԱԿ-ի միջուկային վերահսկող կազմակերպության ղեկավար Ռաֆայել Գրոսին։ Գրոսին X սոցիալական ցանցում գրել է, թե Իրանի իշխանությունները միջազգային ատոմային էներգիայի գործակալությանը տեղեկացրել են Բուշերի ատոմակայանը հարվածի չի ենթարկվել, իսկ Նաթանզի միջուկային կենտրոնում ճառագայթման մակարդակի բարձրացում չի արձանագրվել։ Նա նաև հավելել է, որ Սպահանի միջուկային օբյեկտը նույնպես չի վնասվել։ Գործակալությունը շարունակում է օպերատիվ կապ պահել Իրանի իշխանությունների հետ եւ տեղում գտնվող իր տեսուչների հետ ճառագայթման տվյալները վերահսկելու նպատակով, նշել է Գրոսին։ Միաժամանակ Իրանի գլխավոր շտաբի հայտարարության մեջ ասվում է, որ Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Սեյիդ Ալի Խամենեի հրամանի համաձայն Իրանի զինված ուժերը ջախջախիչ հարված կհասցնեն Իսրայելին, որը կստիպի նրան զղջալ իր ագրեսիայի համար։ Իրանի զինված ուժերի խոսնակ գեներալ Աբդոլ Ֆազլ Շեկարչին իր հերթին ասել է, որ պատասխան գործողությունները ծանր հետևանքներ են ունենալու Իսրայելի համար։ Քիչ առաջ նաև Իրանին Իսրայելի կողմից հարվածելու կապակցությամբ գրառում է կատարել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Ես Իրանին մի քանի հնարավորություն տվեցի գործարք կնքելու, ես զգուշացրեցի նրանց, պարզապես արեք դա, բայց նրանք բաց թողեցին այդ հնարավորությունը։ Ես ասացի նրանց, որ հետևանքները կլինեն ավելի վատ, քան նրանք երբևէ կարող էին պատկերացնել։ Միացյալ Նահանգները արտադրում է լավագույն եւ ամենամահացու զենքերը։ Իսրայելն ունի դրանցից շատերը եւ ավելի շատը ճանապարհին են։ Որոշ իրանցի արմատականներ աղմկոտ խոսքեր են շաղ տալիս։ Նրանք բոլորն էլ հիմա մեռած են։ Ամեն ինչ միայն ավելի վատ կլինի։ Ավերվածությունն արդեն հսկայական է, բայց գործարքը դեռ կարող է կանխել հաջորդ դաժան հարվածները։ Իրանը պետք է գործի հիմա փրկելու իր կայսրության մնացորդները։ Ավելի ոչ մի պահ, ավելի ոչ մի ավերվածություն։ Պարզապես արեք դա, մինչև ուշ չլինի, գրել է Թրամփը։ Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումից հետո աշխարհի բազմաթիվ երկրներ հանդես են եկել հայտարարություններով։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը նույնպես հայտարարություն է տարածել։ Միակողմանի հարձակումն ընդդեմ Իրանի խորապես մտահոգիչ է։ Հատկապես բանակցությունների հաջորդ փուլի նախաշեմին սա սպառնում է խաղաղ ջանքերին, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանն ու գլոբալ խաղաղությանը։ Մենք դատապարտում ենք նման գործողությունները եւ կոչ ենք անում անհապաղ դադարեցնել թշնամական գործողությունները, հավատարիմ մնալով միջազգային իրավունքին, նշվում է հայտարարության մեջ։ Քիչ առաջ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն է դատապարտել Իսրայելի հարձակումը Իրանի վրա։ Երևանը դատապարտում է Իսրայելի վերջին հարձակումն Իրանի վրա, հայտարարել է վարչապետը, եւ դա հարցականի տակ է դնում այն փխրուն կայունությունը, որն ունենք մենք տարածաշրջանում, եւ մենք շատ մտահոգ ենք, ընդգծել է Փաշինյանը։ Ազգային ժողովի նախագահ Հալեն Սիմոնյանը նույնպես դատապարտել է Իրանի վրա Իսրայելի հարձակումը եւ կոչ արել կասեցնել իրավիճակի հետագա սրացումը։ Խորապես մտահոգված են վերջի իրադարձություններով, մասնավորապես այսօր վաղ առավոտյան Իրանի վրա միակողմանի հարձակման, բայց գործողությունը տեղի է ունեցել միջուկային բանակցությունների միջև ընկած ժամանակահատվածում եւ խաթարում է համաշխարհային ու տարածաշրջանային խաղաղության ջանքերը։ Հայաստանը դատապարտում է այս հարձակումը եւ անհապաղ խապա էսկալացիայի ու իրավիճակի խաղաղ կարգավորման կոչ է անում միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան։ X-ի իր միկրոբլոգում գրել է Ալեն Սիմոնյանը։ Իսկ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ապրի Արմենիայի ֆորումում հայտարարել է այսօր տեղի ունեցածը ոչ միայն Իրանի կամ Մերձավոր Արևելքի համար է սպառնալիք, այլև Հայաստանի համար է խնդիր։ Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքը շարունակում է մնալ դասական անվտանգային սպառնալիքը, այսինքն ռազմական սպառնալիքը ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում։ Այսօր տեղի ունեցածը ոչ միայն Իրանի կամ Մերձավոր Արևելքի համար է սպառնալիք, այլև Հայաստանի համար է խնդիր։ Հայաստանը շարունակում է աշխատել, որպեսզի կարողանա իր մասնաբաժին կայունությունը տարածաշրջան բերել, հայտարարել է անվտանգության
անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Քարտուղարը խոսելով այդ էսկալացիայի պայմաններում Հայաստանի վարքագծի մասին նշել է, թե Երևանը բնականաբար դեռևս որոշ ժամանակ առաջ սկսել է նախապատրաստվել եւ քննարկել է բոլոր հնարավոր սցենարները։ Քննարկել ենք ռազմական էսկալացիայի բոլոր հնարավոր սցենարները, որի համաձայն նախապատրաստական աշխատանքներ ենք տարել եւ դրանց շրջանակներում կատարել ենք նաեւ պլանավորում։ Ըստ սցենարների մենք ունենք պլանավորում, որին համապատասխան էլ կշարժվենք, ընդգծել է Գրիգորյանը։ Նրա խոսքով ցանկացած էսկալացիա տարածաշրջանում հանգեցնում է անկայունության եւ դրանում որևէ դրական բան չի կարող լինել։ Սա Իրանի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն է, որը բնականաբար բացասական ազդեցություն է ունենալու տարածաշրջանում։ Մենք հուսով ենք, որ հնարավոր կլինի հնարավորինս շուտ խաղաղ ճանապարհով կարգավորել այդ հարցերը, շեշտել է անվտանգության խորհրդի քարտուղարը։ Եվ այս պահին առաջինի տաղավարում ինձ հետ է ռազմական եւ ազգային անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը։ Բարև ձեզ, պարոն Արզումանյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես, պարոն Արզումանյան, անդրադառնանք Իրանում տեղի ունեցածին, ինչպես կարող է ընդհանրապես նախ ինչպես է գնահատում տեղի ունեցածը, արդեն իսկ նշվում է, որ Իրանը համարժեք հակահարված չի կարող տալ, որքան էլ պնդում են իրանցի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, մինչև ուր կարող է հասնել այս խնդիրը։ Մենք լսեցինք նաև Թրամփին, որը փաստորեն ասում էր, որ նախազգուշացնում էր եւ նորից կոչ է անում արագ կնքել այդ միջուկային պայմանագիրը։ Դուք ինչպես եք գնահատում եւ իրավիճակը ինչ վտանգներով է հղի համեցեք։ Առաջինը պետք է հասկանալ ընդունել, որ իրավիճակը փոխվելու է։ Պետք է հասկանալ, որ տեղեկատվությունները լինելն եւ հակասող են լինելու, ամեն ինչ առաջի օրն է սկսել եւ դա տեղեկական հոսքը, որը տեսնում ենք, վստահել պետք չէ։ Դրա համար մի քիչ զգուշ կլինի, դա առաջինը, բայց ինչը հասկանալի է, Իսրայելը հայտարարել է, ես համաձայն եմ, ընդունում եմ այդ մոտեցումը, որ դա ոչ թե մի հարված է, դա վաղուց պատրաստված ռազմական արշավ է պատերազմի ընթացքում, իսրայելական կողմը նման հարվածը, որը մենք այսօր տեսնում ենք, պատրաստվել է տարուց ավել փաստորեն եւ փայլուն մտածված են։ Դրա համար մենք տեսել ենք առաջի հարվածները եւ հարվածները արդեն հասկանալի է կշարունակվեն։ Դրա համար ամեն ինչ դեռ նոր է սկսվում։ Դրա համար մտածել, որ շատ շուտ ինչ-որ կտեսնակ արդյունքներ, դա նման հույսեր պետք չի պահել, այդ առաջինը։ Զուտ ռազմական ոլորտի կողմից եթե տեսնեք, դա կարելի ասել այսօր արդեն կարող եմ ասել, որ դա փայլուն օպերացիա է եղել, եւ օդային հարվածները սինխրոնիզացված էին եղել Մոսադի եւ կոմանդոների աշխատանքի գործողությունները հողի վրա։ Դες Իսրայելը պատրաստվել է նման արշավի, նման հարվածին եւ նաեւ պատրաստվել է Իրանի տարածքի վրա։ Եվ եկել է պահը, իրանք հարվածել են միանգամից ոչ թե միայն միջուկային ենթակառուցվածքի վրա, բայց նաև գործակալների վրա, ատոմի գիտնականների վրա, բայց հիմնականը նաև հարվածել են հրթիռային համալիրների վրա եւ դա թույլ չտվեց երևի այդպես է թույլ չտվել Իրանին միանգամից անմիջապես պատասխանել։ Որ Իրանը մինչև հիմա արագ պատասխան չտվել, երևի այդ հնարավորությունները, ներուժը հնարավորությունները չունի, պակասել են։ Բայց դա չի նշանակում, որ Իրանը չի պատասխանել, ուղղակի պատասխանել է ուրիշ ձևով եւ մի քիչ հետաձգված։ Որ Իրանը պատասխանելու է, ես կասկած չունեմ։ Ես մենք պիտի պատրաստենք երկարաժամկետ արշավի, դա որ կարող է տեղի ունենալ ոչ թե մի քանի օր, բայց մի քանի շաբաթ կամ ամիս կարող է տեղի ունենալ եւ դա Հայաստանի համար խնդիրներ է առաջանում, որի շուրջ պետք է խոսել եւ ես ճիշտն ասած, կարելի ասել ուրախ եմ Արմեն Գրիգորյանի Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի գնահատականներին, վտանգների, որ մենք կանգնած ենք ավանդական անվտանգության սպառնալիքների, ռազմական սպառնալիքների, ես կավելացնեմ գոյաբանական սպառնալիքների եւ դա բերում ալերի ուրիշ լուծումներին։ Այս ամեն ինչը մենք տեսնում ենք, պետք է առաջինը, երկրորդականը եւ երրորդ կողմից նայել ինչ է դա տալիս Հայաստանի, ոնց է ազդում Հայաստանի վրա։ Առաջինը մենք պիտի մնանք ճակետներում կամ առաջ ճակետներում չեզոք, մենք չպիտի կանգնենք այս կամ այն կողմը, դատապարտելով ինչ արել է Իսրայելը, մենք պիտի կողքին կանգնած մնանք, չխառնվենք այդ պատերազմի մեջ, որտեղ այդ հնարավորությունները չունենք։
Միացյալ Նահանգների կարծիքն է իհարկե հետաքրքիր ճակետներում կամ կանխած ճակետներում, որովհետև Ռուբիոյի հայտարարությունը, որ Միացյալ Նահանգները չի մասնակցել հարվածի վրա, չի մասնակցում փաստորեն դրա մասին հայտարարեց Ռուբիոն, որ մենք չենք մասնակցել։ Բայց տեղյակ եղել են, որովհետև Թրամփն էլ եղել, բայց Թրամփի հայտարարությունը փաստորեն փոխում է այդ մոտեցումը եւ Թրամփը փաստորեն ասեց, այո, մենք գիտեինք, մենք օգնել ենք Իսրայելին, որ կազմակերպի, մենք ունենք զենք, այդ զենքը Իրան եւ ավելի վատը կլինի։ Այստեղ ուղղակի Թրամփը կողմնորոշվել է, այդպես ասեք, ես չգիտեի ոնց Թրամփը պիտի արձագանքի, որովհետև Թրամփը մինչև այդ հայտարարում էր, որ Միացյալ Նահանգները փոխգործակցությունների մեջ են եւ իրանք խնդրել են Իսրայելին չհարվածել, մինչև ռազմական ուժ չկիրառել, մինչև գործողությունները Իրանի հետ գնում են փոխգործակցություն եւ այլ Եվ ինձ համար մի քիչ անհասկանալի է Թրամփը Իսրայելն է Թրամփի խաբել, թե Թրամփն է ուղղակի այդպես հայտարարում։ Թրամփի հայտարարությունից հետո կարելի ասել, որ երևի Թրամփը տեղյակ է եղել եւ ցավոք սրտի այն Իրանի հետ, որ միջուկային գործարքների մասին գնում էին փոխգործակցություններ ունենում Իրանի հետ, դա Միացյալ Նահանգների կողմից ինչ որ մասկիրովկայի մի կտոր էր եւ Միացյալ Նահանգների որոշ հայտնի լրատվականներ դրա մասին ասում են։ Բայց այդ ամեն ինչը պետք է հասկանալ նորից ամեն ինչը փոխվելու է, գնահատականները փոխվելու են, վերաբերմունքն փոխվելու է երկրների կողմից։ Այո, այսօր երկրների մեծամասնությունը դատապարտում են Իսրայելին։ Արաբական երկրները դատապարտում են, բոլորն են դատապարտում, բայց դա չի նշանակում, որ այդպես էլ կմնա։ Մենք պետք է ճկուն, հարմարակերպվող եւ հասկանանք, որ դա ինչ տեղի ունենում Հայաստանի սահմաններում։ Դա մեզ համար կարեւոր է։ Ըստ էության Իրանի թույլատումը նաեւ այսպես ուղիղ սպառնալիք է նաեւ Հայաստան-Իրան սահմանի անվտանգությանը բան։ Իհարկե, ես դրա մասին վաղուց խոսել եմ, միշտ խոսել եմ, եթե Իրանի դեմ կիրառվի ուժ, մենք պետք է մտածենք մեր սահմանների մասին, որտեղ կանգնած են այսօր հայկական զորքերը, մենք ենք պահում մեր սահմանը, մեր սահմանապահ զորքերն են պահում սահմանը։ Այդ առաջինը եւ ես միշտ դրա մասին խոսել եմ, եթե լինի անկայունություն, մենք պիտի պատրաստ լինենք մեծ հոսքի Աստվածչանի սահմանով։ Իրանահայությունը չի հետարկում, իրանահայության մենք կտեղավորենք, տենց խնդրեմ չկա, բայց մի կողմից սահմանի նազերիններն են։ Ես դրա մասին ասել եմ, նորից կրկնեմ, եթե այնտեղից 700,000 կամ մի քանի միլիոն ազերիներ, կանայք, երեխեք, փախստական պայմաններով սկսեն ասել սահմանը Հայաստանը ինչ է անելու, Սյունիքը ինչ է անելու, դատարկված Արցախում ինչ է տեղի ունենալու։ Մենք ելնելով մի ազգային անվտանգությունից, մենք այսօր պետք է դնենք այդ խնդիրը։ Ես միշտ ասել եմ, իրանական սահմանը պետք է ռազմականացվի եւ փակվի, ականապատվի առնվազն եւ իրանական կողմը պետք է տեղյակ պահի, որ սահմանը անցնելը անթույլատրելի է։ Մենք այսօր դա պետք է հասցնենք Իրանին, որ որևէ փախստական Իրանից Հայաստանը պատրաստ չի ընդունել, բացի իրանահայերին։ Այդ ելնելով մեր ազգային անվտանգությունից բխում եւ մենք այդ քայլերը պետք է այսօր անենք հույսով, որ մեր ագնենք ավելի շուտ Նիկոլ Փաշինյանը, որտեղ նման որոշումները Նիկոլ Փաշինյանն է ընդունելու, միայն ինքն է իրան վերցրել ծանր բեռը պարտականությունը ինքը պետք է ընդունի։ Երկրորդ հիմնական խնդիրը ինձ համար, որ մենք այդ Իրանի ուղղությամբ կոմունիկացիաները կորցրել ենք։ Մենք չունենք այդ կոմունիկացիաների հնարավորությունը եւ այսօր ոչ մեկը չի կարող ասել այդ պատերազմը ինչքան է գնալու։ Արդեն զուգահեռություններ են անցկացնում այս պատերազմի եւ Իրանի պատերազմի մեջ 80-ական թվականներին։ Այն ժամանակ Իրաքը եւ հարձակվել է Իրանի վրա, իրանք մտածում են մի շաբաթում կվերջացնեն ճակետներում։ Դա կլինի կարճաժամկետ հաղթանակ պատերազմ, որը շատ շուտ կվերջացնեն, բայց այդ պատերազմը հետո ձգվել է 8 տարի։ Այսօր Իսրայելը հայտարարում է, Միացյալ Նահանգները հայտարարում են, որ դա կլինի կարճաժամկետ, Իսրայելը միանգամից կհասնի դրած արժեվ նպատակները եւ պատերազմը կվերջանա։ Ես չեմ պատրաստվել դրան վատ սցենարներում, վատագույն սցենարներում, այդ պատերազմը կարող է գնալ երկար ժամանակ կխլի եւ բացի դրանից մենք իրավունք չունենք չհաշվարկեք, եթե այս հարվածները դառնում են արդեն տարածաշրջանային պատերազմ։ Այդ ժամանակ մենք կունենք լրիվ ուրիշ պայմաններ։
եւ ոնց է հայկական ռազմական անվտանգության ազգային ռազմական անվտանգության համակարգը պատրաստվում ման պատերազմի, ես ճիշտ ասած այսօր չգիտեմ։ Ես ուղղակի որպես փորձագետ տեղեկատվություն չունեմ, ես դրա համար խիստ մտահոգված եմ եւ կուզենայի, որ հայկական պետությունը անվտանգության խորհուրդը երևի որպես այդպես կառույց հավաքի փորձագետներին եւ բացատրի ոնց է պատրաստում Հայաստանը։ Արմեն Գրիգորյանը այսօր խոսում է կոնֆերանսում լավ է, բայց հետո ճիշտ կլինի կամ Նիկոլ Փաշինյանը հավաքի փորձագետների 20-30-50 հոգի ցավոք սրտի Հայաստանում շատ քիչ են անձնավորություններ, որը հասարակության հետ են աշխատում եւ ունեն ունակություններ, գիտելիքներ այդ ոլորտում եւ տեղի ունենա նման դիսկուսիա, ոչ թե կոնֆերանս, բայց կլոր սեղան, որտեղ փորձագետները իրենց կարծիքը կհայտնեն, կլսեն իշխանության կողմից ինչ է պատրաստում։ То есть եկել են պահը եւ իշխանությունները ոչ թե պիտի պարակտեն հայ ժողովուրդը, ոչ թե զբաղվեն նրանով ինչով զբաղվել են, բայց փորձեն հավաքեն հայկական հայության ներուժը, որ կարողանան ճիշտ գնահատեն ինչ է տեղի ունենում։ Դրա համար ինձ համար դա խիստ կարևոր է։ Արդյոք այս հարձակումները կարող են լարվածություն ստեղծել Իրանի եւ Ադրբեջանի միջև եւ եթե այո, ապա դա ինչպես կանդրադառնա Հայաստանի վրա, մինչեւ այսպես տարածաշրջանային հնարավոր էսկալացիաների մասին։ Դա տեղի կունենա, եթե հարվածները դառնան ազգային տարածաշրջանային պատերազմ, դա հնարավոր է։ Այսօր որ դա տեղի չունենալու ոչ։ Ադրբեջանի տարածքը Իսրայելը կարող է օգտագործի Միացյալ Նահանգների, Թուրքիայի հետ համաձայնեցված հարձակումները շարունակելու համար։ Այդ ժամանակ մենք ունենք տարածաշրջանային կոնֆլիկտ արձել եւ մենք պիտի դրան պատրաստ լինենք։ Եվ դրա պատրաստվելու համար խիստ կարևոր է դառնում, որ հայկական իշխանությունները հնարավորություն ունենան ճշգրիտ գնահատել վիճակը։ Չմտնեն պարալիչի մեջ եւ չմտնեն սպասեն ինչ-որ մեկից խորհուրդ, թե ինչ է կատարում աշխարհում, որևէ ուժային կենտրոն հիմա չի կիսելու Հայաստանի հետ տեղեկատվություններ, ինչ է տեղի ունենում, ինչ է սպասվում։ Բոլորը խաբելու են, բոլորը մասկիրովկայով են զբաղվում։ Հայկական իշխանությունը ունի շատ փոքր հնարավորություն հիմնվի հայկական հայության ներուժի եւ ունակությունների վրա։ Բայց դրա համար Նիկոլ Փաշինյանը իր քաղաքականությունը եւ ռազմամարտավարությունը պիտի փոխի։ Ինքը պիտի փորձի հիմա այս Իրանի իսրայելական պատերազմի շուրջ սկսի հավաքի հայկական ներուժը։ Որովհետև սա կոնկրետ մեծ ռիսկեր է պարունակում Հայաստանի համար։ Եթե Նիկոլ Փաշինյանը ելնելով քաղաքական, չգիտեմ, իրանց ներեցեք այդպես եմ ասում, իշխանական խաղերից, ինտրիգաներից պատրաստ չնման քայլի գնալով քաղաքական ոլորտով երևի կարող է պաշտպանության նախարարությունը վերցնել իր նման կլոր սեղանը կազմակերպելու եւ փորձել հավաքել հայկական ներուժը մտածողներին այդ ուղղությամբ, որ աշխատում են այդ ուղղությամբ, որը փորձի գենշտաբը հասկանա ինչ է տեղի ունենալու, պաշտպանության նախարարությունը տեղյակ լինի։ Տարանջատելով քաղաքական չափումը, եթե Նիկոլ Փաշինյանը եւ վարչապետի օֆիսը պատրաստ չեն նման քայլի, եթե անվտանգության խորհուրդը, հույս ունեմ անվտանգության խորհուրդը չի կարողանում, կարող է պաշտպանության նախարարությունը պիտի դա անի, բայց պետք է հասկանալ, ընդունել, որ հայկական իշխանության հնարավորությունները այսօր քո հետախուզությունը, որը նոր սկսել է ունակությունները չունի, քո անվտանգության պաշտպանության համակարգի վիճակը, որ այսօր գտնում է, որը պիտի փոխակերպման գնա եւ այլ, ի վիճակի չլինելու տալ ճշգրիտ գնահատական ինչ է տեղի ունենում եւ ինչ կարող է տեղի ունենալ։ Եվ մեր կառույցները պետական պիտի այս թեժ ժամանակ, խաղաղ ժամանակները կորցրել եք, պայմանական խաղաղ ժամանակները կորցրել եք, պետք է փորձեն այդ խնդիրը լուծել։ Եթե մենք հույսը կապենք միայն հայկական շակետներում գեներալների վրա, պաշտպանության նախարարության վրա, միայն անվտանգության խորհրդի աշխատակազմի վրա, միայն վարչապետի օֆիսի կամ ԱԳՆ-ի վրա, հայկական իշխանությունը եւ հայկական պետականությունը ունենալու է ավելի շուտ ոչ ճիշտ գրիտ պատկերացում ինչ է տեղի ունենում տարածաշրջանում։
Ես դրա մեջ համոզված եմ եւ ես դա մտահոգիք եմ։ Տեսեք, Հայաստանը որպես տարածաշրջանային խաղացող ինչ դեր կարող է ունենալ առհասարակ հաշվի առնելով, որ նաեւ այս Իրան-Իսրայել հակամարտության լարվածությունը Հայաստանը որևէ դեր կարող է ունենալ։ Չէ, Հայաստանը պետք է զբաղվի իր անվտանգության խնդիրներով եւ ռազմական անվտանգության խնդիրներով, զբաղվի իր սահմաններով եւ ռազմական ուժերով եւ մտածի ինչ է կանում, որտեղ իրանական ուղմի կոմունիկացիաները մենք չունենք, մնացել է Վրաստանի կոմունիկացիաները, Վրաստանը արդեն այսօր սահմանափակումներ է դնում Հայաստանի բեռնատար մեքենաների առջև, ինչ է կանելու, ոնց է կանելու։ Եվ այս պահին Նիկոլ Փաշինյանը խիստ անընդունելի հայտարարություն է արել Պրագայում, երբ ինքը հայտարարել է մենք եվրասիական ուղղության վրա եք մնում, երբ կանենք ընտրությունը եվրասիական Եվրոպայի միջև, ապագայում կանենք, որտեղ Իրանը Ռուսաստանի մոտակի դաշնակիցն է, Ռուսաստանը եւ Իրանը կնքել են ռազմավարական դաշինք։ Այս տարվա հունվարին Հունվարի կողերին, այդ դաշինքի հիման վրա կարող է տեղի ունենալ եւ փոխվի վիճակը եւ հարաբերությունը Միացյալ Նահանգների Ռուսաստանի հետ։ Եվ մենք պետք է ինչքան կարելի է հեռու մնանք բոլոր նման կոալիցիաներից։ ՆԱՏՕ չենք մտել, փառքաստու չկա ՆԱՏՕ-ում այսօր, բայց եվրասիական հապկից եւ մնացածներից պետք է հեռու մնաս, որ չմտնես հարվածի տակ։ Հասկանում եք, այստեղ խնդիրներ է առաջանում մեծ։ Եվ Ռուսաստանը այսօր փաստորեն կորցրել է Իրանին որպես ռազմավարական դաշնակից։ Իրանի օգնությունը ԱԹՍ-ներով եւ այլ մեծ դեր է խաղացել ռուս-ուկրաինական պատերազմում։ Այդ հնարավորությունը Ռուսաստանը կորցրել է հիմա։ То есть տարածաշրջանում Մերձավոր Արևելքում Եվրասիայում ընդհանրապես մեծ փոփոխություններ են սկսում։ Եվ Հայաստանը պիտի ազատվի բոլոր կապերից։ Ինքը պիտի մնա մենակ, չկապված որևէ դաշնակիցների շահերի, ազգային շահերի հետ եւ գործի ելնելով զուտ միայն իր ազգային շահերից, հիմնվելով միայն հայ ժողովրդի ներուժի վրա եւ հայկական պետականության ներուժի վրա։ Ուրիշ մոտեցում այսօր այս աշխարհում, որը մենք մտնում ենք, չի կարող լինի։ Դաշնակից ասելով նկատի ունեք Ռուսաստանը, պարոն Արզումանյան, Հայաստանի դեպքում այսօր ոչ դաշնակից չունես, այսպես հա, Ռուսաստանը այսպես կոչված դաշնակից է, բայց ուրիշ դաշնակիցներ չունեց։ Մենք Իրանի հետ փորձել ենք հարաբերությունները փոխել, անվտանգության ոլորտում ձևավորել նոր հարաբերություններ, այս պահում դա կարող է վտանգավոր լինի, մենք չենք հասցրել այն պարագային, որ դա կարող է վտանգավոր լինի։ Մենք Իսրայել հետ պիտի պահենք դիստանցիա, հիշելով Իսրայելի դերը եւ Իսրայել-Ադրբեջան, Թուրքիայի կապերը Իրանի դեմ եւ այլ։ Այսօր Հայաստանը չունի դաշնակից։ Եվ Հայաստանը պիտի կենտրոնանա նորից կրկնում միայն Հայաստանի Հանրապետության տարածքի վրա եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության եւ անվտանգության համակարգի հզորացման, չգիտեմ, այդ աշխատանքների վրա։ Ուրիշ բան չունենք այսօր մենք։ Ուրիշ խնդիրներ չունենք։ Պարոն Արզումանյան, ռազմական արձագանքի հնարավորությունը Իրանի հաշվի առնելով Հայաստանը ինչպիսի սահմանային անվտանգություն պիտի ապահովի, երբ դուք ասում եք մեզ վրա, մեր ուժերի վրա հիմնենք, ինչ նկատի ունեք եւ ինչ քայլեր են անհրաժեշտ այս առումով մեր կողմից։ Տեսեք, ըստ էության անվտանգության խորհրդի քարտուղարն ասաց, որ Հայաստանը ունի բոլոր սցենարների համար, այսպես ասած, ճանավարային քարտեզ։ Ես համաձայն չեմ բոլոր խոսքի հետ, որ ասել է անվտանգության խորհրդի քարտուղարը։ Ես կուզեի այդ սցենարները լսել։ Ես կուզեի քննադատել այդ սցենարները, կառուցողական քննադատության ներկայացնեմ։ Դրան հանրային քննարկման պիտի դրվեր, թե ձեր ասած այդ 50-40 հանրային պետք չէ, որտեվ փորձագետների հետ։ Պետք չէ դա հանրային անել, որտեղ եթե Արմեն Գրիգորյանը ճիշտ է ասում եւ իրոք իր խոսքերը համապատասխանում են գործերին, Արմեն Գրիգորյանը սովորաբար այդպես է խոսում, ի տարբերություն ուրիշներից, այդտեղ կան սցենարներ, որի մասին հասարակությանը ասելը պետք չէ։ Դա պիտի լինեն փակ շրջանակներում, հասարակության փակ շրջանակներում այն ազնվորությունների, որը հասկանում են ինչ է տեղի ունենում եւ կարողանալու են հետո հասարակության հետ ներկայացնել այդ մտքերը, այդ սցենարները։ Ես չեմ օգտագործի բոլոր սցենարների խոսքը, կան սցենարներ, որը ասենք ես կարող եմ մտքումս մշակում եմ, որը անվտանգության խորհուրդը տեղի հաշվի չի առել։ Դրա համար որը պաշտպանության նախարարությունը հաշվի չի առել կամ վարչապետի օֆիսը հաշվի չի առել։
մեր հայկական հաստատությունները, պետական հաստատությունները պիտի ջանքերն հավաքեն ինչքան կարելի է շատ կարծիքներ հայկական ցակում ունեցող փորձագետներից, շրջանակներից, Հայաստանում, ողջ մնացած ուժային կենտրոններում, Փարքաստում մենք ունենք սփյուռք այդ հնարավորությունը ունենք։ Չի կարելի հիմնվել այս դինամիկան որոշ վիճակում միայն ու միայն պետական հաստատությունների կարծիքի վրա։ Դա շատ ու շատ վտանգավոր է, որտեղ հայկական պետականության հայկական հաստատությունները պետական չունեն այն հմտությունները, այն կոմպետենցիաները, որը համապատասխանում է մեծամասնությամբ այն վիճակին, որը մենք այսօր գտնվում ենք։ Իրանը դա 80 միլիոնանոց իրականություն է եւ ուժային կենտրոն է եւ կայսրություն է, ոնց ասում է Թրամփը։ Հասկանում եք, փոխվել է մենամարտությունների, կոնֆլիկտների մասշտաբը, Սիրիան, մնացածները փոքր երկրներ են, ճակետներում փոքր երկրներ են, դա եղել է լոկալ ռազմական գործողություններ, հարվածները Իրանի դեմ, դա արդեն տարածաշրջանային մակարդակ է, լրիվ ուրիշ մոտեցում պիտի լինի։ Պարոն Արզումանյան, ամսի 15-ին հերթական հանդիպումը պիտի տեղի ունենար, հաշվի առնելով Թրամփի այս հայտարարությունները, կոչերը, հորդորները, հնարավոր է, որ որոշակի առումով Իրանը այսպես նահանջ քայլանի, թե նույնիսկ այդ հանդիպումն էլ հնարավոր է տեղի չունենա։ Չեմ կարծում, որ Իրանը հիմա պատրաստ կլինի նման հանդիպմանը գնալը, այդ հանդիպումների իմաստը կորցրել են, արդյոք Իրանը կհամաձայնվի գնալ փոխզիջմանը, ես չեմ կարող ասել, իհարկե, ես հնարավորություն չունեմ, ես Իրանը խորքին չեմ ուսումնասիրել, նման պատասխան տալ եւ համոզված եմ, որ Հայաստանում չկան նման փորձագետներ, որը կարող են այդ հարցին պատասխանել ճշգրիտ, բայց երբ Թրամփը փոխել է նման լեզվով խոսել Ուկրաինայի հետ, Զելենսկուն հետ խոսել, նույն ձեմի ուլտիմատիվ ձևով, որտեղ պիտի գնաք ստորագրեք, թե չէ վատելնելու դուք խաղաթուղթ չունեք խաղալու համար դուք պարտվելու եք, Ուկրաինան պատասխանել է ոչ, որտեղ Ուկրաինայի համար դա գոյատևական պատերազմ է եւ ինք ասել է ոչ Միացյալ Նահանգներին, ասել է ոչ Թրամփին եւ Թրամփը ընդունել է դա, պահելով, անցնելով Պուտինի կողմը փաստորեն Ուկրաինայի դեմ Ուկրաինան չի համաձայնել։ Իրանը փայլուն հասկանում է, եթե ինքը գնա զիջման, դա առաջին իշխող ռեժիմի վերջն է, այաթոլլաները պիտի գնան, իրանք չեն կարողանալու պահին երկիրը, իշխանությունը, բայց բացի դրանից Իրանը կանգնելու է մասամատման վտանգի առջև։ То есть այն ինչ այսօր տեղի է անում, դա նույն ձևի գոյատևական սպառնալիք է իրանական ժողովրդի համար։ Եվ ելնելով դրանից ես չեմ սպասում, որ Իրանի իշխանությունը եւ Իրանի ժողովուրդը կընդունի այն ուլտիմատումը, որը դրել է Իսրայելը եւ փաստորեն այդ ուլտիմատումի հետ համաձայնվել է Թրամփը։ Պարոն Արզումանյան, տեսեք, այս հարցակումը որքանով լարվածություն կստեղծի Իրանի եւ Ադրբեջանի միջև ձեր կարծիքով եւ դա ինչպես կանդրադառնա մեզ վրա։ Ադրբեջանի նկատմամբ Իրանը կնավոյարաբերի թշնամական, բայց չի մտնել։ Մենք տեսանք Ադրբեջանի հայտարարությունը բավականին այդ դիվանագիտական մակարդակի վրա, դիվանագիտական մակարդակի վրա Սիրանոշետան բոլոր էտիկետը գործառույթները պահեվելու է, բայց խոսքերում Իրանը փայլուն հասկանում է, որ Ադրբեջանի տարածքում ստեղծված է ռազմական ենթակառուցվածքն է Իսրայելի կողմի նման պատերազմի համար եւ Իրանը կփոխի դիրքորոշումը Ադրբեջանի դեմ, եթե պատերազմը դառնա տարածաշրջանային։ Այդ ժամանակ պետք է սպասել հարվածներ Իրանի կողմից Ադրբեջանի նկատմամբ, Ադրբեջանի տարածքից Իրանի նկատմամբ, այդ ժամանակ մենք կունենանք լրիվ ուրիշ պայմաններ, որովհետև այդ ժամանակ այդ ֆոնի վրա, լայնածավալ ռազմական գործողությունների ֆոնի վրա, ես ելնեի Ադրբեջանի գենշտաբի եւ թուրքական գենշտաբի վրա զուգահեռ կլուծեի Հայաստանի խնդրեմ, որովհետև մենք այն վիճակում չենք, ցավոք սրտի 5 տարի է վերջացել փաստորեն լայնածավալ ռազմական գործողություններից, մենք այդ 4 տարին կորցրել ենք, կարող եմ ասել։ Դրա համար դա կբերի մեզ համար խիստ ռազմական սպառնալիքների, որի պատասխանը մեզանից կբերի մեծ կորուստների։ Ես չեմ ուզում հիմա դրա մասին խոսել, բայց այդ սցենարները իրական են դարձել։ Իրական Հայաստան այս մեկն է, ոչ թե հորինածներից եք չեմ դիմանում։ Իրական Հայաստանում մենք կանգնած ենք մեծ կորուստների առջև, եթե պատերազմը փոխի շրջանակը դառնա տարածաշրջանային։ Այդ ժամանակ Թուրքիայի
վարկ Ադրբեջանը որպես Թուրքիայի վարկ ոնց կլինի, մենք պիտի պատրաստված լինենք հավատագույն սցենարների, հերիք պետք է մի քիչ լուրջանալ բոլորիս։ Պարոն Արզումանյան, դուք կարծում եք, որ այս տարիներին բավարար չափով քայլեր չեն արվել, որովհետև մենք անդադ խոսել ենք բարեփոխումների մասին, տարբեր երկրների հետ, Հնդկաստանի հետ հատկապես խորացնելով մեր այսպես ռազմական համագործակցությունը։ Դա բոլորը մասել գույները չեն խտացվում, այսպես դա նկատվում է։ Չէ, ցավոք սրտի չէ, որտեղ վիճակն է խթանում տարածաշրջանում եւ աշխարհում։ Քո ծրագրերի պլանը, ստեմպը, որը դու վերցրել ես, այն փոփոխությունները, որը տեղի ունեն անվտանգության միջավայրում, չեն համապատասխանում։ Դու անում ես մի քայլ, տարածաշրջանում 10 քայլ է տեղի ունենում։ Դու ուշանում ես։ Եվ դու չես հասկանում, որ դու ուշանում ես, եւ դա վտանգավոր է։ Դու արել ես քայլեր, զենքեր ես արել եւ այլ, բայց քո համակարգային փոփոխությունների չես գնացել։ 4 տարվա ընթացքում դու կարող ես դա անել։ Այնինչ մեկ հասարակությունը գոռում էր առաջ ճակետներով կամ ճակետներում գոռում էր, որ պետք է փոխես քո վերաբերմունքը պայստազորային ուժերի վերաբերմունքը եւ պատրաստումը պիտի անցնի ուրիշ մակարդակի վրա։ 4 տարի հասարակությունը խոսում է նոհասին, որ պայստազորային ուժերի պատրաստումը անպատճառ մակարդակի վրա չի։ Եվ այդ խնդիրը կարելի է լուծել։ Հայաստանը կարող էր ամեն տարի 10,000 պայստազորային ուժեր պատրաստել ուրիշ մակարդակի վրա, եւ 4 տարվա ընթացքում մենք կարող ենք ունենալ 40,000 պատրաստված արդիական պատերազմի պայստազորային ուժեր։ Այդ ժամանակ ես հանգիստ կլինեի եւ Սյունիքի նկատմամբ եւ Հայաստանի նկատմամբ, եւ ես ունեի Հայաստանում այսօր 40,000 պայստարասված պայստազորային ուժեր, որը կարողանում են մտնել պատերազմի մեջ, տանել արդիական պատերազմը, պատրաստված են տղա մեջ գումարտակներով, վաշտերով եւ կարող են վարել նման պատերազմ։ Այդ հնարավոր է անել։ Մենք ասում ենք դա Նիկոլ Փաշինյանին, մենք ասում ենք մեր իշխանություններին, որ եկեք անեք դրանք, հասարակությունը պատրաստ է, միջայ հիմա պատրաստ է ճանապարհով գնալ։ Մենք 4 տարում կարող ենք ունենալ, նորից ենք ընկնում մեծ թիվ եմ ասում, դա ահռելի դժվար է անել, բայց կարող եք ունենալ 30-ից 40,000 պատրաստված զինվորներ։ Եվ կփոխի վիճակը, ես հիմա ավելի հանգիստ կլինեմ։ Այսօր մենք ունենք 40,000-անոց բանակ, ոչ պատրաստված պայստազորային ուժեր։ Եթե սկսում է լայնածավալ պատերազմ, եթե դու պարտավոր ես ունենալ 100,000 ռազմական ուժեր, հավաքես այդ ուժ, ո՞նց ես անելու։ Ո՞նց ես լուծել այդ խնդիրը։ Մենք կորցրել ենք եւ շարունակում ենք կորցնել ժամանակը։ Գենշտաբը, պաշտպանության նախարարությունը պիտի անցնի լրիվ ուրիշ մակարդակի աշխատանք։ Ես հույս ունեմ, որ դա տեղի կունենա։ Հերիք է։ Մեր պաշտպանության նախարարության, անվտանգության համակարգի ընդհանրապես տեմպը փոփոխությունների զարգացման եւ ՊՄՊ այնինչ ունում է նորից ընկնում աշխարհում եւ միջավայրում անվտանգության չեն համապատասխանում։ Այդ անթույլատրելի է իմ կարծիքով այսօր։ Շնորհակալ եմ, պարոն Արզումանյան։ Շնորհակալություն ձեզ։ Առաջինի տաղավարում զրուցում է ռազմական եւ անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանի հետ։ Կհանդիպենք։